Ժողովրդի միջից մեկը նրան ասաց. «Վարդապետ, իմ եղբորն ասա, որ ժառանգությունն ինձ հետ բաժանի»։ Նա էլ ասաց նրան. «Մարդ, ով ինձ ձեզ վրա դատավոր կամ բաժանարար կարգեց»։ Եվ նրանց ասաց. «Տեսեք և զգուշացեք ագահությունից, որովհետև մարդու կյանքը նրա կուտակած ունեցվածքը չէ»։ Քրիստոսի հետևորդը պետք է գիտակցի. կյանքը չի սահմանափակվում միայն նյութական բաներով, ավելին, մեր նյութական ձեռքբերումները, ունեցվածքը, դրամը, հարստությունը, եթե իմաստությամբ չվարվենք, կարող են հեռացնել մեզ մեր ճանապարհից։ Այս աշխարհը խաբում է մեզ, որպեսզի կենտրոնանանք նյութական բաների վրա։ Նյութականը խիստ կարևոր է մեր ֆիզիկական կյանքի կենսունակության համար, բայց այն միջոց է և ոչ թե նպատակ։ Երբ այն դառնում է նպատակ, գերում է մեզ ու բռնած պահում իր կապանքների մեջ։ Խիստ կարևոր է, որ մենք գիտակցենք, տեսնենք ու ճանաչենք մեզ աշխարհին կապող բաները։ Մեր իրական հարստությունը գտնվում է ոչ թե այս աշխարհում, այլ երկնքում, Քրիստոսի մեջ, և միայն նրա միջոցով մենք, որ մի ժամանակ աղքատ էինք, առանց Աստծո էինք, հարստացանք, լցվեցինք նրա ներկայությամբ, մեռած էինք, մեղքին գերի կենդանացանք, տկար էինք, անզոր, իր մեջ զորացանք, մեղքի վարակիչ ու մահաբեր հիվանդությամբ բռնված էինք, բժշկվեցինք։ Քրիստոսն է մեր հարստությունը, և մենք նրանում առատորեն ամեն բան ունենք։ Այսօր, երբ մենք տեսնում ենք, թե ինչպես է աշխարհը ձգում դեպի նյութականը, եկեք հիշենք, որ մեր իսկական հարստությունը գտնվում է Քրիստոսի մեջ։ Տեր, օգնիր ինձ հիշել, որ իմ իսկական հարստությունը գտնվում է քո մեջ, ոչ թե այս աշխարհում։ Ամեն։